Եկեք միասին ապափաթեթավորենք նոր գրքերս ու ծանոթանանք նկարագրություններին։ Դոկտոր Ֆաուստուս 20-րդ դարի ամենանշանակալի գրքերից մեկը։ Սա 5 գերմանական ավանդություն է Իոհան Ֆաուստի մասին, ով դևին է վաճառել իր հոգին ոչ թե փողի կամ փառքի համար, այլ գիտելիքի համար։ Իսկ Թոմաս Մանի գրչի տակ վերածվում է առեղծվածային առակ վեպի, տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորի մասին։ Նա նմանատիպ գործարք է կնքում խավարի հետ, ու ըստ այդ պայմանագրի ամեն ոք, ում Լևերկյոնը սիրում է, կմահանա, իսկ նրա հանճարը մարդկանց բախտավորություն չի բերի, միայն դժբախտություն։ Ես խոստովանում եմ, վեպի հերոս Ադրիա Արդևելը երաժիշտ է, արվեստի գիտակ, պոլիգլոտ, ով վերանայում է իր կյանքը։ Նա հիշում է մանկությունը, դայակին, սառը եւ պրագմատիկ մորը, հորը առեղծվածային ճակատագրով, հոր պատկանող խանութի ամենաթանկարժեք գանձը հին ջութակն էր, որի վրա ընկած էր մի հին հանցագործության ստվեր։ Բայց պարզվում է, որ Ադրիայի կյանքի պատմությունը չի սահմանափակվում մի քանի տասնամյակով։ Ամեն ինչ սկսվել էր դարեր առաջ, Սամպելը դել Բուրգալ կատալոնական վանքում։ Իսկ կրեմոնացի վարպետի ստեղծած ֆանտաստիկ կատարյալ ջութակի ձայները կախարդական կերպով վերափոխում են մարդկանց ճակատագրերը։ Արդյունքում վեպի հերոսի աշխարհը լցվում է մռայլ գաղտնիքներով ու միստիկ հանելուկներով, որոնց լուծման համար տարիներ կպահանջվեն։ Ադա իլի օտրադա։ Սա Նաբոկովի ամենածավալուն ու նշանակալից վեպն է։ Այն ընդգրկում է 1.5 դար եւ բազմաթիվ կերպարներ, ներկայացնելով հավանաբար ամենաառեղծվածային սիրո պատմությունը, որը երբևէ պատմվել է որևէ լեզվով։ Երկու գլխավոր հերոսներն են Վանն ու Ադան, եւ այս պատմությունը ծավալվում է դարաշրջանային իրադարձությունների ֆոնին։